Շեփորների այս տոնական հնչյուններով ազդարարվեց 2024-25 կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակութային հռչակված ուստ տարվա վերջին զանգ միջոցառման մեկնարկը։ Օդը հագեցած է ամենալուսավոր ու ջերմ հույզերով, ամենագունեղ ու ամենահամարձակ սպասումներով, ժպիտներով ու ոգեշնչմամբ։ Հնչեք թմբուկներ, ու թող ձեր գոր զարկերն ազդարարեն մեր սելի շրջանավարտների, նոր ու մեծ կյանքի ապագա պայծառ արշալույսներն ու խաղաղ մայրամուտները։ Սիրելի շրջանավարտներ, մեր սիրելի քույրեր ու եղբայրներ, ձեր մեծ կյանքի մեկնարկի ճանապարհին թող ձեզ ուղեկից լինեն Չարենցյան տողերը ձոնված խիզախ ճանապարհորդին։ Ահավասիկ հագած ուղևորից կեստ, և ձեռքից սուպ առած, և ուսիդ մախաղ, դու գնում ես դեպի հեռուները վսեմ, և քորովի է ոգիդ, և դեմքդ հանգիստ է, և հայացքդ կապույտ ու խաղաղ։ Թե ինչ մաքարումի կամից չտեսնված, հեքիաթային ու բարձր մեծագործության ես դու ասել, մեզ կպատմես միայն վերադարձի։ Այս երգս քեզ եմ ձոնում, ով խիզախ ճանապարհորդ, ով անհայտ հորիզոնների զննիչ, ընթացիր, գնա քո ուղին, և լինի թող այն բախտավոր, անվհատ թող լինի ոգիդ, և կարոտդ թող լինի անմինչ։ Դեպի ավելի մեծ ու հասուն կյանք ճամփորդության համար մեր մախաղները լցրել ենք 90-ամյա ծմակուցի տարեգիր Հրանտ Մաթևոսյանի, հողի, խոտի, բնությունն ու աշխարհը կազմող տարերի ամենաազնվական ու թարմ բույրերով։ Ու իհարկե, մեծ ուղևորության համար մեզ հետ է լինել նրա անկրկնելի մտքի հետևյալ ճառագումը։ Գիտես ինչ, կյանք է, ու մի ակնկալ իրան փոթորիկ ծով, և եթե խորտակվում ես, մեղքը քոնն է, ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծով է, ուր է խարիսխդ, ու մենք, սիրելի վարպետ, կանգնելու ենք լավաշխած փռած հովտում, Նոյի լեռան կողքին ու ասելու ենք. մենք ենք։ Դեպի մեծ կյանք ենք ուղևորվում, մեր ճամփորդական մախաղներում լցրած խորիմաստ մտքերը, հայկական կինոյի մեծագույն գործչի, Հենրիկ Մալյանի, հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական գործիչ, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր մեծանուն հայի, ում 100-ամյա տարեդարձը նշվելու է այս տարի սեպտեմբերին։ Ես գիտեմ մարդու բոլոր թուլություններն ու նրա ուժը նույնպես, գիտեմ նրա բոլոր ձգտումները, գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը և լռության տակ թաքնված խոսքը։ Ռուբեն Զարյանի հետևյալ մտքերը մենք խնամքով ու սիրով տեղավորել ենք մեր մախաղում ու դրանց հետևելու ենք անվերապահորեն, մեծ կյանք միտված մեր ճանապարհորդության բոլոր հանգրվաններում, որ եթե բնությունը մի հրաշք է ստեղծել, դա մարդն է, իսկ քանի որ բնության մեջ հրաշք երևույթները շատ են, ապա հրաշքների հրաշքը մարդն է։ Ժողովրդի վեհ սիրունը աշնացած և ժողովրդի հետ 150-ամյա ճանապարհն անցած մեծ վարպետի Ավետիք Իսահակյանի հավերժական սիրո խորհրդով նրա տիեզերական սիրով ներշնչված խոհերն ենք տանում մեզ։ Սիրով չափել, թող այն լինի ձեր միակ չափը, ամեն բան չափել։ Մարդն այնքան մեծ է, ինչքան որ ընդունակ է ուրիշներին սիրել։
Մեր այս մեծ ճանապարհի շեմին ոգեշնչել է հայ հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը, որին մեզ մոտեցնելու առաքելությունը մեր դպրոցինն է, հատկապես մեր սիրելի տնօրենով Սաննա Քարամյանինը։ Նա կամուրջ դարձավ մեր և գույների վարպետ հայ մեծանուն նկարչի միջև։ Հայոց աշխարհի բնությամբ և մարդկանցով ներշնչված սարյանական վառ ու շքեղ գույներն ենք դրել մեր մախաղներում, նրա հիացած աչքերով ու վարպետի ու հրաշագործի ձեռքերով, հայոց հրաշեկ արևով ու այդ արևի պես տաք հոգով ստեղծված կտավների գունագեղություն։ Մենք նույնպես մեր դպրոցի շնորհիվ ճանաչեցինք հայ մեծագույն արվեստագետների։ Իմացանք, որ 125-ամյա մեծատաղանդ նկարիչ քանդակագործ Երվանդ Քոչարը ինչ ստեղծել է, արժանի է հիացմունքին։ Մեր մախաղը մենք լցրել ենք նրա կերտած Սասունցի Դավթի զորությամբ ու արդար ծրությամբ։ Իսկ մեզ համար անմոռանալի էր, հիշարժան, ծանոթությունը և շփումը հայ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Մեր դպրոցի մեծ բարեկամ, մեր շատ սիրելի մաեստրո։ Եթե անգամ դուք ոչինչ ստեղծած չլինեիք, երազ իմ երկիրը բավական կլիներ, որ հավերժ ապրեիք։ Ձեր երկնած այդ մեծ երգը մեր ճամփորդական մախաղում իր պատվավոր տեղն ունի, չէ որ մենք էլ ձեր երգի մի ծիլն ենք։ Թերևս ձեր այդ մեծ սիրուց հետ ծնվեց ձեր մեծ սիրո անհավատչան, այն օրհներքը, որը ձեր մեծ սիրո շնորհիվ ունի մեր դպրոցը։ Մենք երախտապարտ ենք ու հպարտ, հարգելի մաեստրո, որ ձեր մեզ նվիրած օրհներքը հավերժ հնչելու է մեր սիրելի դպրոցի լուսավոր կամարների ներքո և ճանապարհելու բազմաթիվ սերունդներ դեպի նոր կյանք։ Եվ մենք ենք այն առաջին շրջանավարտները, որ այսօր սիրով ու երախտագիտությամբ կատարելու ենք այն ձեր հարգարժան ներկայությամբ։ շրջանցել մեր մյուս մեծ մաեստրոին, Տիգրան Մանսուրյանին։ Նրա փառահեղ ստեղծագործությունները հայ երաժիշտ արվեստի բարձրակետերից են։ Մեծ մաեստրոի վալսի հոգեբարար հնչյունները թող թևածեն այս հրապարակում։